Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Դատաստանի համար եկա ես այս աշխարհ, որպեսզի կույրերը տեսնեն եւ նրանք, որ տեսնում են, կուրանան։ Սիրելի ավատավոր քույրեր եւ եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս երբ որ կատարում էր բժշկություններ, երբ որ իր քարոզը ուղղորդում էր նաև մեծ գործերով եւ այն բժշկությունները, որոնք նկարագրված են Սուրբ գրքում, կրում են նաև հոգևոր բովանդակություն։ Եվ այսօրվա ընթերցման մեջ Հովանու ավետարանի 9-րդ գլխում, երբ որ Տերը բժշկում է իծնե կույրին, որ առաջացնում է տարբեր արձագանքներ, դժգոհություններ նույնիսկ, նա ասում է, որ ես եկա, որպեսզի կույրերը տեսնեն։ Դա հասկանալի է, պարզ է, որ նա շատ կույրերին պարգևել է տեսողություն, նաև հոգևոր կույրերին պարգևել է տեսողություն։ Բայց շարունակում է միտքը, որը բարդացնում է իրավիճակը, բարդացնում է այդ հատվածի ընկալում, ասելով, որ նաև որ նրանք, որ տեսնում են, կուրանան։ Տերը ոչ ոքին չի ցանկացել, որ ինչ-որ մեկը կուրանա կամ կորցնի իր ֆիզիկական տեսողությունը։ Եվ ընդհանրապես Տերը ոչ ոքին ոչ մի վնաս չի պատճառել իր առաքելության մեջ, սակայն նա խոսում է ավելի մեծ եւ կարեւոր բաների մասին։ Հոգեվոր տեսողության եւ հոգեվոր կորության, որի մասին մարգարեները շատ հաճախ ասում էին, որ այս ժողովուրդը պիտի աչքերով նայի եւ չտեսնի։ Երեմիա մարգարեն եւս ասում է, որ ունեն ականջներ եւ չեն լսում, ունեն աչքեր եւ չեն տեսնում։ Այսինքն մարդը կարող է ունենալ ֆիզիկական զգայարաններ, կարող է տեսնել, լսել, շոշափել, ապրել իր պատկերացրած աշխարհում, բայց պարզվի մի օր, որ իր պատկերացրած աշխարհը այն չէ, ինչ որ կա իրականության մեջ, որ նա տարիներ շարունակ տեսել է իր աչքերով, բայց պարզում է, որ նա չի տեսել ամենակարևորը։ Ապրել է, բայց կարծես թե չի ապրել։ Որտեղ մարդու մոտ զուգահեռ իր մարմնական զգայարաններին կան նաև հոգևոր զգայարաններ։ Եթե մարմնականը ավելի ջուրին է բուժվում եւ հնարավոր է հետևել առողջությանը, որովհետեւ շոշափելի է, որտեւ եթե մեզ մոտ ինչ որ բան չի աշխատում մեր մարմնի մեջ, մեր մարմինը մեզ հուշում է։ Եթե հիվանդություն է կամ ինչ որ նույնիսկ թեթև վիրուս է մտնում մարդու մեջ, մարդու մարմինը զգացնել է տալիս տարբեր ցավի ազդակներով։ Բայց երբ որ հոգևոր հիվանդություն է մտնում մարդու մեջ, ապա դժվար է լինում այդ ազդակները լսել։ Դրանք կան, մեր հոգին այդ մասին խոսում է, աղաղակում է, բայց մենք հաճախ այնքան խոր ենք լինում հիվանդացած, որ նույնիսկ չեն կարողանում այդ ազդակները ընկալել եւ ճիշտ վերլուծել։ Մենք խնդիր ունենք մեր հոգին ճանաչելու։ Եվ ընդհանրապես մարդու կյանքը, սիրելիներս, նմանվում է այն հնուց նկարագրված քարանձավի պատկերին, երբ որ քարանձավի մեջ մարդիկ ապրում են, ծնվում են այդ քարանձավի մեջ եւ քարանձավից դուրս ոչինչ չեն տեսնում, իրանց աչքերը սովորում են արդեն այն խավարին, որ կա, իրենք շոշափելիքով կարողանում են իրանց կենցաղը կերտել, միաժամանակ քարանձավից դուրս տեսնում են ստվերներ, այդ ստվերները անցնում են, տարբեր են լինում և կարծում են, որ այդ ստվերներն են իրական աշխարհը։ Այդ ստվերները վերլուծում են, մեկը մյուսի հետ վիճում է այդ ստվերների մասին, նույնիսկ վերլուծաբան մասնագետներ են առաջանում, թե որ ստվերը ինչ է նշանակում և այդպես իրենց գիտություն են կերտում։ Բայց երբ որ մեկը դուրս է գալիս այդ քարանձավից և առերեսվում է իրականության մեջ, նախ եւ առաջինը այն է, որ նա կարծես թե կուրանում է, որտեւ այդ պայծառ լույսը իր աչքերի համար ցավ է, իր աչքերի համար կորությունն է, այն պատկերն է, որ Քրիստոս նկարագրում է այսօր ավետարանի մեջ, երբ որ մարդը խավարին սովորող
իր կյանքով դուրս է գալիս, առերեսվում է, հանդիպում է լույսի հետ եւ նախ եւ առաջ նա կուրանում է այդ լույսից։ Եվ այստեղից նա ունենում է երկու տարբերակ՝ վերադառնալ դեպի խավարը կամ գնալ դեպի լույսը եւ սովորել այդ լույսին, համբերել, երբ որ աչքերդ իսկապես սկսեն լավ տեսնել եւ հասկանալ կյանքի իրականությունը եւ հասկանալ թե այդ ստվերները որտեղից են եկել, որն են, ինչն է եղել սկզբնապատճառը այն ստվերների, որ մարդիկ շարունակաբար տեսնում են։ Եվ այդպես եղավ, երբ որ մեր Տերը եկավ աշխարհ ասելով, որ ես եմ աշխարհի լույսը, ով որ քայլի մեջ նա երբեք չի մոլորվի, չի կործանվի։ Սակայն այդ քարանձավը մարդկանց այդ ապրելակերպը չափազանց գրավիչ է եղել։ Եվ հաճախ մարդիկ նաև կարծեցին, որ միգուցե Տերը եկավ, որպեսզի իրենց քարանձավը դարձնի ավելի գեղեցիկ, ավելի բարեկեցիկ։ Բայց Քրիստոսի պատգամը այլն է եղել, նա եկել է, որպեսզի դուրս հանի այդ քարանձավից։ Այդ քարանձավը բնականաբար ֆիզիկական չէ։ Այդ քարանձավը մարդու սահմանափակված կյանքն է եւ այդ սահմանափակումը հենց մարդու եսն է, որ իրեն սահմանափակում է։ Որ նա մտածում է, որ միայն այն ինչ որ ինքն է ճիշտ համարում, դա է ճիշտ։ Նա մտածում է, որ եթե դա իրեն հաճելի է, ուրեմն դա ճիշտ է։ Նա շփոթում է ազատությունը ամենաթողության հետ, հաճույքի հետ եւ աստիճանաբար գնալով այդ ճանապարհով այդ քարանձավի մեջ, այդ եսի քարանձավի մեջ նա կուրանում է։ Ընդունակ չի լինում տեսնելու իրականություն եւ ինքը իր համար ստեղծում է ինչ-որ իրականություն, որի մեջ ապրում է, որի մեջ կան օրինաչափություններ, եթե ապա եւ դա ազդում է իր կյանքի վրա, նա այլևս չի կարողանում տեսնել Աստծուն, որը ամենամեծ հոգևոր կորությունն է եւ մարդու եսն է դառնում իր համար Աստված եւ ինքը իր եսն է պաշտում եւ այդ եսն է թելադրում, թե ինչպես պետք է ապրել եւ մարդը պատրաստական է ամեն ինչ զոհաբերել հանուն իր եսի։ Դադարում է տեսնել իր դիմացինին, տեսնում է իր ֆիզիկական աչքերով, բայց իր համար դիմացինը զուտ շահի աղբյուր է։ Տեսնում է մարդուն եւ բնորոշում է, որ ինչ կարող եմ ես այդ մարդուց ստանալ, ինչ կարող եմ այդ մարդուց շահել, ինչպես կարող եմ օգտագործել այդ մարդուն իմ եսի համար, իմ անձի համար։ Չի տեսնում դրա մեջ իրականությունը, մարդուն որպես Աստծո ստեղծագործություն եւ աստվածային պատկեր։ Եվ այդ նույն վերաբերմունքը իր շրջապատի, իր բնության, իր հասարակության ամեն ինչի հանդեպ է։ Եվ դա է Սուրբ Գիրքը անվանում հոգևոր կորություն, երբ որ դու քո աչքերով շուրջ բոլորը տեսնում ես եւ քեզ թվում է, որ դա իրականություն է, բայց երբ որ դու մի փոքր առնչվում ես եւ առերեսվում ես ճշմարիտ լույսի հետ, ապա քեզ գալիս է դա որպես մարտահրավեր։ Շարունակելու, բացահայտելու լույսը, թե փախչելու դեպի խավարը, թաքնվելու այդ քարանձավի մեջ։ Եվ այդ քարանձավն է, որ մարդու համար դառնում է տանջանքի վայր։ Մարդու մեկուսացումը ինքը իր եսի մեջ, իր հարմարավետության մեջ, իր հաճույքների մեջ, որը դառնում է փոս, ոչ թե քարանձավ, որը դառնում է դժոխք մարդու համար։ Որտեղ դժոխքը դա այն եսն է, որը կերել է մարդուն իր անձնավորությունն եւ իր աստվածային պատկերը։ Կամ դուրս գալու, որտեղ դուրս գալով դեպի իրականություն դու պիտի մտնես երկխոսության մեջ Աստծո եւ դիմացինի հետ եւ կարողանաս ոչ թե քո շահի համար ապրել, այլ հասկանալ քո իրական շահը, դա դիմացինին ավելի լավ դարձնելն եւ դիմացի ինչ որ բան տալը, պարգևելը, որտեղ դու այնպես ես ստեղծված, որ դու առանց տալու չես կարող դառնալ երջանիկ։ Եվ այն ժամանակ է ստեղծում այդ ճշմարիտ մենքը, որը Աստծո արքայության պատկերն է եւ Աստծո արքայության հիմնասյունն է։ Եսը մարդկային դժոխքն է եւ մենքը մերը
Աստծո արքայությունն է, որտեղ որ միակ իրական եսը դա Քրիստոսի եսն է եւ բոլոր մարդիկ այդ եսը, այդ անձնավորությունը իրենց մեջ կրելով դառնում են իրար նման եւ միասին։ Եվ այդ իրականությունը Քրիստոս բերեց մարդկանց ասելով, որ դուք սխալ եք ապրում, ձեր պատկերացումը ստվերային է, դուք միայն ստվերն եք տեսնել, հիմա պիտի դուրս գաք ձեր քարանձավից, ձեր եսից եւ տեսնեք, թե որքան գեղեցիկ է կյանքը, երբ որ դու կարողանում ես ավելի հեռու տեսնել, կարողանում ես բացել քո հոգեվոր աչքերը եւ տեսնել կյանքի համապատկերը եւ իրականությունը, սիրելիներս։ Եվ Քրիստոս այդ իսկ խորհրդով է ասում, որ ես եկա, որպեսզի կույրերը տեսնեն, այսինքն նրանք, ովքեր որ հասկացել են, որ կույր են, որ կարիք ունեն բժշկվելու, կարիք ունեն բացելու աչքերը դեպի իրականություն, իրենք վերջապես տեսնեն։ Իսկ նրանք, որոնք կարծում են, թե տեսնում են, իրենց պատկերացրած աշխարհն են ընկալում, հանդիպեն այդ լույսի հետ եւ այդ լույսը իրենց կուրացնի, որովհետեւ իրենք սիրեցին խավարը ավելի քան լույսը, ինչպես ասում է Ավետարանիչը։ Եվ Պողոս առաքյալը ասում է, այս աշխարհի Աստվածը կուրացրեց նրանց միտքը։ Այս աշխարհի Աստված նկատի ունի ոչ թե ճշմարիտ Աստծուն, այլ այս աշխարհի իշխանին, չարին, սատանային, կուրացնում է մարդկանց միտքը եւ մարդիկ անընդունակ են տեսնելու ճշմարտությունը։ Մարդուն դեմ արդեմ ցույց է տալիս իրականության մի փոքր պատառիկ, պատկեր, փաստ։ Մարդը շարունակաբար պնդում է, որ իր պատկերացրած ճիշտը բացարձակ ճշմարտությունը եւ չի տեսնում։ Եվ այդ կորության մեջ է, որ մենք սիրելիներս եւ ապրում ենք եւ տեսնում ենք։ Այդ կորության մեջ է, որ մեր հասարակությունն է, մեր ազգն է շատ հաճախ խարխափում եւ այն բոլոր մեծագույն դժբախտությունները, որոնք պատմության ամբողջ ընթացքում եղել են եւ շարունակվում են, հենց արմատներով գալիս են այստեղ, որ մենք չենք տեսնում իրականությունը։ Մենք տեսնում ենք մեր եսը եւ այդ եսից այն կողմ չենք ուզում տեսնել այն ինչ որ Քրիստոս բերեց մեզ որպես փրկություն եւ որպես կյանք։ Որտեւ նա շարունակում է իր խոսքը այսօրվա ավետարանական թերցման մեջ նա շարունակում է ասելով, որ նա է ճշմարիտ հովիվը եւ նա եկավ, որպեսզի կյանք ունենան եւ առավել եւս ունենան։ Կյանք որպես Աստծո հետ դաշինք, որպես Աստծո հետ միավորում եւ որը հավիտենությունն է արդեն իսկ մեր մեջ։ Քրիստոս եկավ մեզ բերելու։ Ոչ թե յուրաքանչյուրին անհատապես, երբ որ մենք հայր մեր աղոթքն ենք ասում, այնտեղ չկա ես բառը, այնտեղ կա մերը, մեզ բոլորիս համար, մեզ որպես Քրիստոսի մարմին։ Եվ այդ միասնության մեջ է, որ մենք սկսում ենք տեսնել, սկսում ենք իրար օգնել տեսնել իրականությունը, սկսում ենք աստիճանաբար քայլել դեպի Քրիստոսի լույսը եւ այդ Քրիստոսով առաջնորդվել։ Եվ դա է մեր փրկության ճանապարհը, սիրելիներս։ Թե անհատապես, թե որպես հասարակություն, թե որպես ազգ եւ ժողովուրդ։ Մենք պիտի դուրս գանք այն քարանձավից։ Եվ դուրս գալու ճանապարհը Քրիստոս ինքը ցույց տվեց։ Նա մտավ մի այլ քարանձավի մեջ։ Իր գերեզմանը ժայռափոր քարանձավ էր եւ նա իր հարությամբ բացեց դուռը եւ դուրս եկավ աշխարհ մի կողմից ասելով, որ ես եմ աշխարհի լույսը եւ մյուս հատվածում ասելով, որ դուք եք աշխարհի լույսը։ Իր հարությամբ նա տվեց մեզ այդ ճանապարհը դուրս գալու այդ մահաբեր քարանձավից, այդ մահաբեր գերեզմանից եւ լինելու լույս։ Ոչ թե սեփական լույսը բաշխող, սեփական տեսակետ, այլ Քրիստոսի լույսը տարածող Աստուծո զավակներ։ Դա է մեր կոչումը եւ դրան է մեզ Տեր կանչում ամեն օր, ամեն պատարագին եւ ամեն մեր հանդիպմանը, սիրելիներս, եւ թող Աստված մեզ իմաստություն տա դուրս գալու այն խավարից, որ այս աշխարհը մեզ համար պատրաստել է այն մշուշից դեպի ճշմարիտ լույսը, տեսնելու իրար մեջ
մարդուն Աստծո պատկերը, տեսնելու լավագույնը, տեսնելու Աստծուն, որ գործում է, իրապես գործում է մեր կյանքում ամեն օր, եւ տեսնելու կյանքը, որը Աստծո պարգևն է եւ որը ավելիով Աստված մեզ տալիս է ամեն օր։ Աստծո շնորհը, սերը եւ օրհնությունը թող առաջնորդի ձեզ այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց